Բարյոր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է Գյումրիից, ես Լևոն Սարդարյանը, խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում կամ պետք է ուզեն հիմնականում գյումրեցիներին, որովհետև այսօր կրկին անդրադառնալու ենք Գյումրու հավաքանու արտահերթ ընտրություններին եւ մեր հյուրն է այսօր կամ մենք ենք հյուրը կանվել Գյումրիում, քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից Գյումրիի ամենահավաքանու եւ քաղաքապետի նաեւ տեխնացու Սարիկ Մինասյանը, բարև ձեզ, պարոն Մինասյան։ Բարև։ Պարոն Մինասյան, ավանդական հարցով սկսեմ, բոլոր տեխնացուների ես այդ հայացքը տալիս եմ, ուղղակի ձեր դեպքում մի քիչ այլ է լինելու ձևակերպումը։ Դուք ուզում եք դառնալ ավականու անդամ, ուզում եք ընտրվեք Գյումրիի քաղաքապետ, որպեսզի Գյումրին բաժին չդառնա անդիմությանը, թե դուք ուզում եք անեք, որովհետև հստակ գիտեք, թե ինչ է պետք անել Գյումրիի համար։ Նախ շնորհակալ եմ հրավերի համար, ուզում եմ դառնալ Գյումրու համայնքապետ, որ Գյումրիում լինի համերաշխություն, լավ առողջ մթնոլորտ, ներդրումային հարմար միջավայր, մեր երեխաների համար հարմար մաքուր կանաչապատ քաղաք, սրանք են հիմնական իմ նպատակները, այստեղ ավելի շատ իմ որպես գյումրեցի լինելս եւ Գյումրիում ապրելս իմ աշխատանքային փորձը հենց Գյումրիում երկար տարիների հանրային աշխատանքի փորձ ունեմ, ծանոթ եմ Գյումրու եւ սոցիալական խնդիրներին եւ քաղաքի կառավարման խնդիրներին, որովհետեւ աշխատել եմ նաեւ Գյումրու համայնքապետարանում 4 տարի եւ որոշել եմ, որ չպետք է անտարբեր մնամ իմ հարազատ քաղաքի ճակատագրին եւ ես կարող եմ բան փոխել։ Տեսեք, անկախ նրանից թե այս հարցազրույցը ասեմ, որ սա ուղիղ եթեր չէ, ուղղակի որպեսզի որևէ մեկի մոտ թյուրենկալում չլինի, քանի որ մենք արդեն հանդիպել ենք ընդդիմադիր թևի մի շարք տեխնացուների հետ, այնտեղ դուք ասացիք համերաշխության ապահովման նպատակով։ Այնտեղ մի շատ հետաքրքիր իրավիճակ էր։ Բոլոր տեխնացուները ասում են, որ բացառում են քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ գործակցության որևէ ձև, բայց եթե ընտրվեն Գյումրու քաղաքապետ, ստացվի այդպես, բնականաբար գործակցելու են Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, իդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, որը բնականաբար նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության ղեկավարն է։ Հիմա այդ համերաշխությունը ինչպես է դուք ապահովել։ Տեսեք, քանի որ բոլորը պատկերացնում են, որ եթե լինի ընդդիմադիր քաղաքապետ, նրանք քաղաքի խնդիրները չեն կարողանա լուծել, այդ իսկ պատճառով վստահեցնում եմ, որ կառավարության հետ, այսպես ասած, լեզու են գտնելու եւ իշա քաղաքի կառավարում են իրականացնելու։ Բայց այդքան էլ այդպես չի, բնականաբար, երբեմն նաեւ ընդդիմադիր գործիչներից շատերը անձնական տիրույթ են անցնում, նաեւ կառավարության անդամների անուններ տալով, որը ըստ երևույթին լավ տեղ չի տանելու եւ բնականաբար, երբ որ չկա փոխադարձ անձնական հարաբերություններ հարգանք, չի ստացվի նաեւ աշխատանք, դա այդպես է։ Դու չես կարող ատել մեկին եւ իր հետ համատեղ ինչ որ աշխատանք ունենաս, բիզնես կամ այլ տեսակի աշխատանքներ իրականացնես։ Քաղաքի խնդիրները այնքան շատ են, որ բոլոր տեխնացուները պատկերացնում են առանց կառավարության ուղիղ միջամտության հնարավոր չի լուծել մեր քաղաքի առաջ ծառացած խնդիրները։ Այս կարճ տասկում ուսումնասիրություններ կատարելուց, տեսեք, Գյումրիում 360 փողոց կա, որից ընդամենը 180-ն է ասֆալտապատ կամ ուղիղ կեսը։ Կեսից էլ քիչ երևի, որովհետև այդտեղ մի քանի փողոցներ կան, սալապատված են։ Եվ այդ 180 փողոցից 142-ը, եթե չեմ սխալվում, կատարվել է սուբվենցիոն ծրագրերով վերջին 6 տարիների ընթացքում։ Այսինքն հստակ երևում է ներկա կառավարության ուղիղ օգնությունը Գյումրու։ Անդիմությունը պնդում է, որ վերջին 7 տարվա ընթացքում Գյումրիի համար գրեթե ոչինչ չի արվել։ Դե կարծում եմ գյումրեցիները փառք Աստծո կույս չեն, բոլորս տեսնում ենք, նաև մենք հրապարակել ենք հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ, տեսահոլովակով, թվերով հստակ կա, ասելով չի, ասելը մի բան է, իրականությունը այլ բան է։
այսօր ես որ թաղերում որ հասցրել եմ քարոզարշավի ընթացքում լինել, այդ թաղերը ամբողջությամբ ասֆալտապատ են եւ ասֆալտապատվել են վերջին 3-4 տարիների ընթացքում։ Բնակարանաշինության վիճակը ոնց է, ինչի եմ ես այդ հարցը տալիս, ընդ որում ինքը շատ լուրջ խնդիր է Գյումրիի համար, որովհետև տեսեք, շուրջ 2800 մարդ շարունակում է ապրել տնակներում, դա հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ընտանիքների մասին է խոսքը, կա 80-ից 90 առնվազն վթարային շենք, դրանց մի մասը 4-րդ կարգի վթարայնություն ունեն, ընդ որում այդ 4-րդ կարգի վթարայնություն ունեցող շենքերից 3-ում շարունակում են մարդիկ բնակվել, դա ամենօրյա ռիսկ է մարդկանց կյանքին։ Այդ խնդիրը ինչպես պիտի լուծվի։ Տեսեք, Գյումրիում մոտ կա 2400 տնակ։ Այդ տնակները բոլորը բնակեցված չեն, կամ որ մարդիկ բնակարաններ ստացել են, փոխհատուցում ստացել են պետության կողմից, մինչ օրս տնակները չի ապամոնտաժվել, կամ տնակներ, որտեղ, այսինքն ընտանիքների աճելու ժամանակ ամուսնացել են, ընտանիքները մեծացել է, ընտանիքի մի մասը մնացել է տնակում, մյուս մասը տեղափոխվել է բազմաբնակարան շենքեր կամ բնակարաններ են գնել տեղափոխվել։ Այդ իսկ պատճառով այդ տնակները մնացել են դեռևս քաղաքում, կան նաև չբնակեցված տնակներ, որոնց տերերը գտնվում են արտերկրում։ Մենք նորից գույքագրելու ենք այդ տնակները, որտեղ բնակեցված չեն, պարտադիր մաքրվելու է քաղաքից, այն մարդիկ ընտանիքները, ովքեր դեռևս պետության կողմից փոխհատուցում չեն ստացել, բայց ճանաչվել են անօթևան, այո, շահառու, նրանք պետության կողմից ստանալու են փոխհատուցում, իսկ այն ընտանիքները, ում նկատմամբ պետությունը որևէ պարտականություն չունի, առաջարկելու ենք ծրագիր ենք հիմա ներկայացնում, մշակում ենք, մշակման փուլում է, ներկայացնելու ենք ծրագիր բնակարանաշինության, մատչելի բնակարանների, շատ հետաքրքիր պրոյեկտ է, բավականին շուկայական արժեքից մոտ 2 անգամ էժան, այստեղ համայնքապետարանը պետք է տրամադրի հողատարածք, կառավարության կողմից կոմունիկացիաների անցկացում, ահագին մեծ ծախսեր է, իսկ այդ ներդրողը ինքը պիտի կառուցի բնակարանները եւ շատ էժան, մատչելի տրամադրենք այդ ընտանիքների, որովհետեւ կարողանան տնակներից դուրս գան։ Տեսեք, բայց 2 տարի առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետը հանձնարարական տվեց եւ հանձնարարեց մշակել ծրագիր, դուք ասիք, որ նոր ծրագիր է մշակվում։ Բայց 2 տարի առաջ վարչապետը նման հանձնարարական տվել էր, որ 4 ուղղությամբ, 4 խումբ, հա, բաժանելով առավել կարիքավորներ եւ այլն, եւ որպեսզի առաջիկա 2-3 այն ժամանակվա առաջիկա 2-3 տարվա ընթացքում այդ խնդիրը կարգավորվի, այսինքն մենք հիմա գալիս ենք այլ զրոյական կետի։ Ոչ, տվյալ ծրագիրը գործում է, ես նոր ծրագրի մասին խոսեցի, որովհետեւ այդ ծրագրով մինչեւ 27 թվականը չեմ կարող ասել կհասցնենք թե չէ, որովհետեւ հստակ օրեր թվեր ես չեմ ուզում նշել, բայց զբաղվելու ենք այդ խնդրով, տեսեք նախորդ ծրագրով իրականացվել է բնակարանաշինություն սոցիալական բնակարանների, որը նույնպես ներկապային մեր տրամադրության տակ է, շարունակական է լինելու, սոցիալական այդ ծրագրերը իրականացնում ենք, բնակարաններ հատկացվելու են, հաշվի առնելով հենց տնական տներում բնակվող ընտանիքների կարգավիճակը։ Հասկացա։ Դուք քիչ առաջ ասացիք, որ 360 փողոցից 180 ասֆալտապատված չեն։ Ենթադրում եմ, որ դա վերաբերում է հողային, գրունտային են։ Ենթադրում եմ, որ դա հիմնականում խոսքը վերաբերում է արվարձաններին, Գյումրիի ծայրամասերին կամ այլ կերպ ասած, եւ այստեղ հաջորդ հարցը, տեսեք, Գյումրին ունի խնդիր, բացի սոցիալական շինարարության անհրաժեշտություն, տնակներ եւ այլն, կա նաև քաղաքի անհամաչափ զարգացվածության խնդիր, այսինքն կենտրոնը բարեկարգ է, քիչ շատ շինարարություն է գնում, տեսնում ենք, եւ որքան գնում ես դեպի ծայրամասեր, այնքան վիճակը ավելի տխուր է դառնում, հա, պատկերը բավական ճնշող է այդ իմաստով։ Ինչ պետք է անի համայնքը, որպեսզի այդ իրավիճակը արմատապես փոխվի։
Տեսեք, համայնքը պետք է սերտ համագործակցի կառավարության հետ։ Մեր մոտ 2 օր առաջ մեր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի հետ համաձայնություն ենք ձեռք բերել, արդեն հրավոր դիմել եմ։ Շիրակացի փողոցը 2.4 կիլոմետր երկարություն ունի, մոտ 1.5 միլիարդ դրամի, կառավարությունը վերցրեց իր վրա, վերակառուցելու է փողոցը ամբողջովին լուսավորությամբ, համատեղ կառավարության հետ, նաև սուբվենցիոն ծրագրերով, հիմա մենք համագործակցում ենք ՎԶՊ-ի հետ եւ այդ ծրագրով անի թաղամասը ամբողջությամբ ասֆալտապատվելու է, նախագծման աշխատանքները ավարտել ենք եւ բագերի հատվածը սուբվենցիոն ծրագրով կառավարություն համայնք բագերն էլ միանգամից մանրելու ենք, ազատելու ենք, ունենալու ենք կանաչապատ տարածքներ, խաղահրապարակներ, բարեկարգ, որ մեր երեխաները նույնպես այսպես բագիշնելուց նաև իրենց լավ զգան, էսթետիկ վիճակը լինի բարձր մակարդակի, մեր բալիկները ներողություն, բայց Երևանի երեխաներից ոչինչով պակաս չէ, որ ցեխերի մեջով քայլեն, այս փոշին շնչեն, թաղերից մեկում այցելությունների ժամանակ ծնողներից մեկը ասեց, որ 3 զույգ կոշիկ են տանում երեխաները, մի զույգը այդ ջրափոսերը հաղթահարելու համար, երկրորդ զույգը ցեխային այդ հատվածները, երրորդ զույգով նոր մտնում են դպրոց։ Այս ծայրամասերը ոչ համաչափ են զարգացած, բնականաբար բոլորս տեղյակ ենք։ Տեսեք, հիմա Գյումրիում ձեր ասած Արվարձաններում ծայրամասային թաղամասում, անի թաղամասին կից կառուցվում է Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիր։ Հսկայական մեծ ծրագիր է, 7 միլիարդից ավել, մոտ 7-4 միլիարդ դրամի ծրագիր է, գրեթե բացի ձմեռային խաղերից բոլոր խաղերը նախատեսված են, օլիմպիական չափորոշիչների համաձայն ունենալու ենք լողավազան, ջրային բոլոր սպորտները կարող են ներառվել, այստեղ կարող են իրենց մարզման որպես բազա օգտագործվի մեր հարևան երկրներից, Վրաստանից, Ռուսաստանից, նաև այլ եվրոպական երկրներից, որովհետև շատ բարձր չափանիշեր է դրած։ Սրանով լուծվում է նաև ծայրամասային թաղամասերի զարգացման, իրենց ընդհանուր կոմունիկացիաները կզարգանա, կյանքը կաշխուժանա, նմանատիպ ծրագրերով մենք փորձելու ենք մեր քաղաքի բոլոր ծայրամասային թաղամասերը զարգացնել։ Այսինքն մենք տվյալ թաղամասերը պետք է աշխուժացնենք տարբեր տեսակի ծրագրերով։ Հիմա կան բազմաթիվ ներդրողներ, ովքեր ցանկանում են ինչ-որ հողակտորներ, տարբեր տեսակի արտադրություններ կազմակերպելու համար։ Նաև ներդրողներին պետք է ուղղորդենք, որովհետև ինչպես հիմա Երևանում, այսպես ասած, շարժվել չի լինում, որովհետև ամեն ինչ կենտրոնացված է քաղաքի կենտրոնում, մենք ընդհակառակը կենտրոնը մեր պատմական թողնելու ենք, որպեսզի զարգանա նաև զբոսաշրջությունը, չպիտի խեղդենք կենտրոնը եւ Արվարձաններում մեր քաղաքի ծայրամասերում նմանատիպ ծրագրեր իրականացնելով կգանք այն մեր ուզած նշանակետին, որ կունենանք բարեկարգ ծայրամասային թաղամասեր, զբաղվածության առումով հագեցված աշխատատեղերով, նաև այդ սպորտ համալիրը կամ արտադրությունը, չէ, մարդկանց արդեն զբաղմունքի աշխատանքի հարց է լուծվում։ Դուք հիշատակեցիք ծրագիրը, որով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքի նախարարությունը 1.5 միլիարդ դրամ պետք է հատկացնի ասֆալտապատման համար, ընդդիմությունը դա արդեն անվանում է նախընտրական ասֆալտ, ինչու, որովհետև այդ ծրագիրը կար դեռևս այն ժամանակ, երբ քաղաքային իշխանությունը Բալասանյան դաշինքի ձեռքում էր, ինչև էս վերջերս պայմանական ասած, բայց դա չէր արվում, որպեսզի այ հիմա ընտրություններից առաջ ձեզ այսպիսի նախընտրական նվեր անեն։ Տեսեք, այդ ծրագիրը եղել է 17 թվականին, այսինքն մինչև այս իշխանության հեղափոխությունը 17 թվականին է եղել, իսկ 17 թվականին ինչի չեն արել, ով չի արել,
քաղաքական կամք չի եղել։ Չուզողները։ Ահա, չուզողները չեն արել։ Հիմա ինձ մեծ հաշվով Լևոն ջան, հետաքրքիր չի ինչ են ասում։ Ինձ մեծ հաշվով հետաքրքիր է ինչ են կարող անել մեր քաղաքի համար։ Հիմա ցանկացած քայլ կարող են պիտակավորել, համարել նախընտրական։ Իմ համար կարևորը գյումրեցին է, կարևորը գյումրեցում այդ փոշուց, ցեխից ազատելն է, քաղաքը այդ տվյալ իրավիճակից ազատագրելն է, նաև այսպես կարելի ասել, որովհետև ծայրահեղ ծանր է մեր քաղաքի վիճակը, ինչպես մենք հաղորդումից առաջ զրուցեցինք, չէ, ամենաաղտոտված օդի տվյալները Գյումրիում է ու փոշու պարունակությունն է, որը շատ վտանգավոր է։ Մենք պիտի ամեն կերպ ցանկացած միջոցով կարողանանք այդ ծրագրերը իրականացնել։ Եթե չեմ սխալվում, 2 տարի առաջ, երբ որ եղել է կոալիցիոն կառավարում, 15 միլիոն դրամ այդ ժամանակ ծախսել էին նախագիծ կազմվել։ Հիմա որովհետեւ այդ նախագիծը չկորցնեինք, այդ գումարները չփոշիանար, ես ամեն կերպ հասել եմ այդ մեր ուզածին, որովհետեւ տվյալ փողոցը անպայման վերակառուցվի։ Հիմա լավ է մարե թե վատ, այդ գնահատականը տալու է գյումրեցիները։ Քանի որ խոսեցին քաղաքի աղտոտվածության մասին, այսպես մի քիչ փոխեմ տրամաբանությունը, հարցերից հերթականության նկատի ունեմ, տեսեք, կա հետազոտություն, որը վերջերս է արվել եւ այդ ցուցանիշով Գյումրիում իրոք սարսափեցնող վիճակ է կանաչապատման իմաստով։ Եթե օրինակ նույնիսկ Երևանում, որ այդ խնդիր ունի անտառապատ տարածքների հետ, 7 քառակուսի մետրից ավել է հասնում մեկ շնչին կանաչապատման տարածքով եմ ասում, Գյումրիում այդ ցուցանիշը կազմում է 3.9 ընդամենը քառակուսի մետր մեկ անձին։ Դա բնականաբար հանգեցնում է եւ փոշու, դա բնականաբար հանգեցնում է եւ թթվածնային քաղցի, երեխաների մասին խոսում ենք, երեխաներին նորմալ աճելու համար անհրաժեշտ է թթվածին։ Այդ խնդիրը ինչպես է լանավորում։ Հիմա մենք մեր նախընտրական ծրագրում նշել ենք, որ քաղաքի կեմպլանը վերանայելու ենք, այդ կանաչ տարածքները վերականգնվելու են։ Մեր քաղաքի կանաչ տարածքները 2 անգամ, նույնիսկ 2.5 անգամ ավելի քիչ է ստանդարտների համաձայն, վերականգնելու ենք կանաչ տարածքները, ստեղծելու ենք, ինչպես նոր խոսեցինք, ջրային ավազաններ, գեղեցիկ, այդ միջավայրը պարտադիր է առողջ սերունդ ունենալու համար։ Նույնիսկ մեր քաղաքի ծառերը անկանոն են աճած, անկանոն են։ Փողոցի այդ ծառուղիները տարբեր տեսակի ծառեր են աճած, տարբեր տեսակի, այսինքն շատ սաղարտախիտ կամ ընդհակառակը վերև բարձրացող, նաև մրկատու ծառեր կան տնկված, աճեցված այդ հատկապես թութը խնդիր է։ Թութ երևի քաղաքում 1-2 հատ ունենք, շատ չունենք։ Մեր մոտ Երևանի համին։ Հա, մեր մոտ թութը չի աճում, այդքան հաջող չի։ Հա, հաջող չի աճում, բախտերս բերել է։ Չէ, մեր մոտ բաներն է շատ, բալն է շատ, բալն է մի քիչ բան։ Հետո այդ ծառերը, որ չեք խնամում, արդեն կողքերից ճյուղավորվում են, շատ անշնորհք է տեսքը, ամբողջ քաղաքի տեսքը գծում է։ Եվ այս առումով մենք մեծ աշխատանք ունենք անելու կանաչապատման, ծաղիկների, նաև կանաչ գազոնային հատվածներ ունենալու եւ այդ ծառուղիները նույնպես վերանայվելու են, ունենալու ենք գեղեցիկ միանման ծառերով զարդարված փողոցներ, անտառային հատվածներ լինելու են։ Անտառային հատվածներ փորձել են իրականացնել բուլվարային հատվածում, այնտեղ նաև ներդրող կա, իր կողմից մոտ 2000 ծառ է տնկել, շատ լավ խնամում են, մնացած հատվածներում մենք էլ անպայման վերանորոգելու ենք այդ հողերը, որոնք մարդիկ տարիներով, այսպես ասած, զավթել են, վերցրել են իրենց անձնական օգտագործմանը, որտեղ նախատեսված են անտառային հատվածներ, պուրակներ, վերականգնելու ենք, վերադարձնելու ենք մեր գյումրեցիներին եւ Գյումրու երեխաներին։ Ինչպես բոլոր
մեծ կամ միջին քաղաքները Գյումրիում կա տրանսպորտի լրջագույն խնդիր, վերջին մի քանի օր երբ մենք Գյումրիում ենք, մենք հետևում ենք այդ ամեն ինչին, խոսում ենք գյումրեցիների հետ եւ դժգոհություններից հիմնական թեմաներից մեկը հենց տրանսպորտի աշխատանքն է։ Դեռ մի քանի ամիս առաջ, եթե չեմ սխալվում, այսպես ավտոբուսներ, փուչիկներ, դրոշներ վերվեցին, բան եւ այլն, հետո այդ ամեն ինչը այսպես ուղարկվեց արխիվ, հա, հիմա բողոքում են, որ այդ մեքենաները, որոնց մասին բավական բուրըն խանդավառությամբ զեկուցվեց հաճուձախ, հիմա այնտեղ կանգնած միտեղ ժանգոտում են։ Տրանսպորտային խնդիրը կարգավորելու եւ լուծելու համար ինչ եք պլանավորում։ Մեր նախընտրական ծրագրում հստակ գրված է, կառավարության կողմից 107 միլիոն դրամ փոխանցվել է եւ համայնքապետարանը իր կողմից կես միլիարդ մոտ գումար է ներդնելու 10 նոր ավտոբուսներ են էլեկտրական ցեղ բերելու, որով եւ գումարած ասած այդ 5 ավտոբուսները, որոնք ներկայացվել են, բայց դեռևս չեն շահագործվում, համալրելով ունենալու ենք 2 նոր երթուղի, դա առաջի 2 տարիների ընթացքում, դրանից հետո նորից համալրվելու է մեր երթուղու մեքենաների քանակը, երբ որ նորմալ երթուղուն սպասարկող քանակի շարժակարգ ունենանք, այդ ժամանակ նաև այդ կանգառներում ինտերվալների ժամանակը կրճատվի, կարողանանք ավելի բարձրորակ ծառայություններ մատուցել մեր քաղաքացիների համար։ Հիմա ընդամենը 80 կամ 85 երթուղային է աշխատում։ Դա շատ քիչ է մեր քաղաքի համար։ Այս կարճ ընթացքում փորձել եմ երկարացնել 2 երթուղու ուղղությունները քաղաքացիների պահանջով, նաև երթուղիների աշխատաժամանակը մոտ 2 ժամով արդեն ավելացել է։ Տեսեք, նաև մեր երթուղայինի վարորդների աշխատավարձը այնքան ցածր է, որ չես կարող շատ բարձր իրենց կողմից մատուցվող ծառայություն սպասես։ Ընդամենը իմանալով 75,000 դրամ է։ 75,000 դրամ աշխատավարձ ստացող վարորդը չի կարող շատ բարձր մակարդակի լավ ծառայություն մատուցել։ Մենք այդ ամեն ինչը վերանայելու ենք, բնականաբար վարորդն էլ պետք է իրեն գնահատված զգա, որովհետև նա մարդկային կյանքերի հետ գործ ունի եւ ավելի պարտաճանաչ եւ պարտավորված կատարի իր աշխատանքը։ Տեսեք, քանի որ նաև սոցիալական դաշտ է կան, այսպես վարորդների տեսքով այս դեպքում ես հասկանում եմ բնականաբար անկալելի է, որ համայնքը աշխատատեղեր ստեղծելու ֆունկցիոնալ նշանակություն չունի որպես այդպեսին, բայց միջավայրը, որը ստեղծում է համայնքը, ինքը նպաստում է աշխատատեղերի գոյացմանը, այսպես ասեմ։ Հիմա ինչ միջավայր պետք է լինի Գյումրիում եւ ինչ պետք է այդ միջավայրը ստանալու համար, որ Գյումրին հաղթահարի են սոցիալական բավական բարդ խնդիրները, որ հիմա կան քաղաքի բնակիչների առաջ։ Ինչպես մեր զրույցի սկզբում նշեցի, մենք ստեղծելու ենք քաղաքում համերաշխ մթնոլորտ, անվտանգ միջավայր, կրիմինալից զերծ, որտեղ բոլոր ներդրողները վստահ առանց երկմտելու կիմանան, որ իրենց ներդրումները աճելու են, ոչ ոք չի խոչընդոտելու իրենց գործընթացներին, ոչ ոք փայ չի մտնելու իրենց բիզնեսներին, քաղաքում լինելու է խաղաղ, լավ միջավայր, որը կնպաստի մեր ներդրողների հոսքը դեպի Գյումրի եւ այս առումով դուք իրավացի եք, կունենանք նաեւ աշխատատեղերի ավելացում, որովհետեւ համայնքապետարանը ինքնին գործառույթ չունի աշխատատեղեր ստեղծելու, միակ քաղաքապետարանի ֆունկցիան նա է, որ այնպիսի կառուցվածքային մեխանիզմներ մշակի, որ հենց ինքը համայնքապետարանում ներդրողը խնդիրներ չունենա այդ բյուրոկրատական քաշքշուկներից, այդ ծանոթ բարեկամներին լավություններ անելուց, այն մյուսը ասենք եղել է իր քաղաքական հակառակորդը այդ մարդուն զրկելու, կառուցելու կամ ինչ որ բիզնես գործունեություն ձևավորելու այդ վատ սովորույթից։ Իմ համար բոլոր գյումրեցիները հավասար են, ունեն հավասար իրավունքներ, բնականաբար
հենց տվյալ մոտեցումով գնալու եմ համայնքապետարան եւ իմ քաղաքը զարգացնեմ։ Ձեր մրցակիցները քաղաքական տարբեր առաջարկներ են անում, որ Գյումրին պետք է դառնա ազատ տնտեսական գոտի, որ Գյումրին այդ ընդ որում դեռևս նախկին իշխանությունների ժամանակ կար խոսակցությունը չոր նավահանգիստ ասվածի հետ կապված, պիտի դառնա չոր նավահանգիստ, պիտի լինի էս, պիտի լինի այդ։ Ըստ ձեզ Գյումրին անհրաժեշտ է ինչ-որ առանձնահատուկ ստատուս, որ կարողանա զարգանալ քաղաքը։ Տեսեք, այդ ամեն ինչը ասելը հեշտ է, իսկ իրականացնելը հենց գետնի վրա ունենալը բավականին դժվար եւ երկար process-ների արդյունքում կունենանք։ Մենք նախատեսում ենք զարգացնել մեր օդանավակայանը, այսինքն ներկայացին Շիրակ օդանավակայանում ընդամենը 4-ը չվերթ է մեկ ուղղությունով, գրեթե չի գործում։ Երբ որ մենք կարողանանք կառավարության հետ միասին որևէ ավիաընկերություն, ավիափոխադրողի նաև այդ նշած իր արտոնություններ սահմանելով բերենք Գյումրի, կսկսի արդեն Գյումրին շնչել, զարգանալ եւ այլ ուղղություններ այդ ավիափոխադրումների հետ կապված կսկսեն ավելի լավ եկամուտներ ապահովել։ Դա հյուրատնային բիզնեսն է, հյուրանոցային բիզնեսն է, սպասարկման օբյեկտներն են, պարզ է, չէ, որ զբոսաշրջիկները, որ կան ավելի մատչելի ուղղություններով Գյումրիից չվեն Եվրոպա, հետաքրքրություն կառաջանա եւ նաեւ ժամային առումով այնպես հաջող կստացվի, չէ, որ 1-2 օր կմնան եւ Հայաստան գալուց եւ Հայաստանից մեկնելու ժամանակ։ Իդեպ շատ էին բողոքները գյումրեցիների հետ զրույցների ժամանակ, որ վերջին շրջանում Գյումրին շարունակում է մնալ տուրիստական քաղաք, բայց տրամաբանությունը փոխվել է, ինքը արդեն էքսկուրսիոն քաղաքի է վերածվել, որովհետեւ գալիս են մի քանի ժամ նայում են ու վերադառնում են, չգիտեմ որտեղից որ եկել են, կլինի Երևան, կլինի, չգիտեմ, Վանաձոր, էական չի։ Կա ինչ-որ ռազմավարություն, թե ինչպես անել, որ մարդիկ այստեղ մնան, գոնե 1 օր։ Շատ ճիշտ եք նկատել, նաև մեր քաղաքացիները ճիշտ իրենց մտահոգությունը արտահայտել են։ Մեր ծրագրի մեջ նախատեսված է, որ Գյումրիում ունենալու ենք պատկերասրահ, մեծ ժամանակակից պատկերասրահ, նաև այդ պատկերասրահի միջոցով մենք կարողանալու ենք այդ ոլորտի, մշակութային ոլորտի, արվեստի ոլորտի տուրիստներ հրավիրել Գյումրի, նաև քաղաքի բոլոր մասերում ունենալու ենք ուղեցույցներ, կահավորելու ենք մեր քաղաքը ժամանակակից ստանդարտներին համապատասխան այդ երթևեկության նշաններով, այսինքն սկսելու ենք կարելի ասել զրոյից։ Սկսեք տեսախցիկներից խնդրում։ Զբոսաշրջիկները գալիս են Գյումրի, ուղեցույց չկա, ճանապարհները կահավորված չեն, երթևեկության նշաններ տեղադրված չեն, նույնիսկ կանգառների մոտ տեղադրված չկա, որ ինքը բանը երթուղային մեքենաների տեսեք, այդ բաների երթուղայինի վարորդները դժգոհում են, որ գալիս են կանգառում չեն կարող կանգնել, որովհետև այլ մեքենա է կայանած։ Բարեկային ծառայողներն է դժգոհում են, որ նշանը չկա, չեն կարող այդ մարդկանց տեղից անել, այսպեսի հետաքրքիր իրավիճակներ է, զրոյից սկսելու ենք, կահավորելու ենք քաղաքը, դարձնելու ենք հարմարավետ, ժամանցի վայրեր են լինելու, պուրակներ են լինելու, ունենալու ենք ժամանակակից կինոթատրոն, ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր հյուրին գոնե 3 օր պահենք մեր քաղաքում, որովհետև մեր քաղաքում այդ տեսաժան վայրերն են բավականին շատ են, բավականին։ Ուղղակի մատուցում է պետք, ուղղակի նորմալ սրտացավ վերաբերմունք է պետք, համատեղ գործել է պետք տուրիստական ընկերությունների հետ, Երևանից սկսած, Զվարթնոց օդանավակայանից սկսած, մենք պետք է կարողանանք Հայաստան մտնող տուրիստին գերել, բերել Գյումրի։ Եվ ամփոփելով արդեն զրույցը, որտեղ ժամանակը սրընթաց մոտեցավ ավարտին, որոնք կլինեն այն 3 հիմնական ուղղությունները, երբ պատկերացնենք վաղը ընտրություններ են, հաջորդ օրը ստացվեց այնպես, որ դուք ընտրվել եք Գյումրիի քաղաքապետ։ Որոնք են լինելու այն 3 ուղղությունները, որոնց
ձեր համար կամ ձեր պատկերացմամբ կենսական կարևորություն ունեն եւ անընդհատ պետք է լինեն ուշադրության կենտրոնում։ Տեսեք, այս ընթացքում ես Գյումրու խնդիրները, այսպես ասած, մոնիտորինգ եմ արել, հիմնականում մեր քաղաքացիները իմ Facebook-յան էջին են գրում, WhatsApp հավելվածին են գրում եւ մոնիտորինգ անելուց պարզվել է, որ մեր քաղաքի առաջնային խնդիրը փողոցաշինությունն է, այս թոզը, ցեխը վերացնելը, տնակներում ապրող մեր քաղաքացիների խնդիրը եւ թափառող շների խնդիրը։ Հիմնական 3 ամենամեծ խնդիրը մեր քաղաքի այս 3-ն են։ Այդ հստակ մոնիտորինգ եմ արել։ Շների ուղղությամբ արդեն մոտ 20 օր Երևանից հրավիրել ենք համապատասխան ծառայություն մատուցող կազմակերպության, իրականացնում են ստերջացում եւ այլն բոլոր process-ներով, իսկ մնացած առումներով մեր ծրագիրը ներկայացրել ենք կառավարության հետ համատեղ աշխատելով պիտի կարողանանք մեր փողոցները վերականգնենք, ասֆալտապատենք, փոշուց ազատենք քաղաքը։ Շատ շնորհակալություն, հիշեցնեմ այսօր մեր հյուրներ քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից Գյումրիի ավականու եւ քաղաքապետի տեխնացու Սարիկ Մինասյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, հուսով եմ նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիդ։